Եվրամիության գագաթնաժողովում սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման վերաբերյալ կոնկրետ որոշումների բացակայությունը կարող է վնասել Ուկրաինայի շահերին, հաղորդում է The New York Times-ը։ Ինչպես նշում է թերթը, Եվրամիության առաջնորդները փաստացի հետաձգել են Ուկրաինայի համար վարկային ծրագրի վերաբերյալ հստակ որոշումը։ Գործընթացը կարող է ավելի երկար տևել, սա կարող է դժվար լուր լինել Ուկրաինայի համար, որին շտապ անհրաժեշտ է գումարը, նշում է թերթը։ Բուդապեշտում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ գագաթնաժողովը մնում է օրակարգում։ Եվրոպան գիտի, որ այն անպայման տեղի կունենա, այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Դա տեղի չունենա մեկ շաբաթից, ամսաթիվը անորոշ է, բայց կասկած չկա, որ այն տեղի կունենա, ասել է նա։ Վարչապետի խոսքով եվրոպական երկրները հասկանում են, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման գագաթնաժողովը տեղի կունենա, եւ ռուսերը համաձայնության կգան ամերիկացիների հետ։ ԱՄՆ-ն եւ Չինաստանը վտանգավոր կերպով մոտենում են անմիջական բախմանը, այս մասին գրել է ազգային եւ գլոբալ անվտանգության հարցերով Պաշտպանության նախկին օգնական նախարար Էրիկ Ռոզենբախը The New York Times-ի սյունակում։ Հոդվածում հիշատակվում է 2001 թվականին ամերիկյան լրտեսական ինքնաթիռի եւ չինական կործանիչի բախումը։ Երկու երկրների միջև ճգնաժամը լուծվեց ընդամենը 10 օր անց։ Չինաստանը դարձել է շատ ավելի վստահ եւ հզոր, քան 2001 թվականին էր եւ ԱՄՆ-ի հետ լարվածությունն ավելի պայթունավտանգ է դարձել, որը սրվել է երկու կողմերի ազգայնական ճնշման պատճառով, ասվում է հոդվածում։ Նշվում է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի միջև չափավոր ռազմական շփումներ գոյություն են ունեցել երկար տարիներ, սակայն դրանք չեն հանգեցրել ԱՄՆ-ի եւ ԽՍՀՄ-ի նման ամուր անվտանգության համակարգերի ստեղծմանը։ Մոլդովիայի նախագահ Մայա Սանդուն վարչապետի պաշտոնում նշանակել է մոլդովական ծագումով ԱՄՆ քաղաքացի Ալեքսանդր Մունտյանուին, ինչպես հայտնում է Newsmaker-ը, Սանդուն ստորագրել է համապատասխան հրամանագիրը խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։ Այսօր ես որոշում ստորագրեցի նշանակելով պարոն Ալեքսանդր Մունտյանուին Մոլդովիայի վարչապետի պաշտոնում թեկնածու։ Մաղթում եմ նրան հաջողություն նոր կառավարության ձևավորման եւ մոլդովացիների սպասելիքները կատարելու գործում, գրել է Սանդուն։ Նախագահն ընդգծել է, որ Մունտյանուի առջև դրված հիմնական խնդիրներն են երկրի խաղաղության պահպանումը, Մոլդովիայի պատրաստումը Եվրամիության միանալու գործընթացին, ինչպես նաև տնտեսության ամրապնդումն ու բնակչության կյանքի որակի բարձրացումը։ The Wall Street Journal-ը գրում է, որ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինը մշակել է նոր դիվանագիտական ռազմավարություն, հատուկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար։ Աղբյուրների փոխանցմամբ առաջին պաշտոնավարման տարիներին Թրամփը հաճախ էր նյարդայնացնում Սի Ցզինփինին իր անկանխատեսելի վարքով, որտեղ միախառնվում էին թե սպառնալիքներ, թե բարեկամական ժեստեր։ Պարբերականը նշում է, որ Սի Ցզինփինն այս անգամ հրաժարվել է Պեկինի ավանդական զուսպ դիվանագիտությունից եւ ընտրել է ավելի անհատական մոտեցում։ Հարմարեցված Թրամփի կերպարին որպես գործարքների վարպետի, այս ռազմավարության շրջանակներում նախատեսվում է քննարկել հարցեր, որոնք հատկապես կարևոր են Թրամփի համար, այդ թվում չինական TikTok սոցիալական հարթակի ապագան ԱՄՆ-ում։ Հաղորդվում է նաև, որ Թրամփն ու Սի Ցզինփինը կհանդիպեն հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, որտեղ կողմերը կփորձեն մեղմել վերջին ամիսների լարված հարաբերությունները։